Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ազգային ժողովի մեծարգո նախագահի հարգելի տեղակալներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Վերադառնալով ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման համակարգին, պիտի արձանագրեմ, որ այն այլևս անշրջելի իրողություն է, ապօրինի գույքի բռնագանձման, պետական ու համայնքային շահերի պաշտպանության, քրեական գործերի քննության համակարգերում։ Իմ ֆեյսբուքյան էջի հատիկ առ հատիկ խորագրի նպատակը հենց այս գործընթացը ի ցույց դնելն է, որ այս գործընթացում կառավարության քաղաքական կամքը ոչ միայն չի պակասել, այլև կոնկրետ արդյունքներ է տվել։ Միլիարդավոր դրամների գույք այլևս վերադարձված է վերը հիշատակված իրավական կառուցակարգերով։ Վերադարձած գույքերի թվարկումը սկսել եմ և կշարունակեմ, որ հասանելի լինի բոլորին, բայց կարևոր եմ համարում ընդգծել, որ այսօր արդեն ավարտված քրեական վարույթներով, դատարաններում ավարտված քրեական գործերով, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, ինչպես նաև զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 210 միլիարդ դրամի գույք և դրամական միջոցներ։ Այսինքն, այս 530 միլիոն դոլարի գույքերը և դրամական միջոցները արդեն իսկ վերադարձված են Հայաստանի Հանրապետությանը։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ ապօրինի գույքը տիրապետողների կողմից ցաքուցրիվ անելու ռիսկերը առավելագույնս կառավարվում են, որովհետև շուրջ 1.7 միլիարդ դոլարի գույք այսօր գտնվում է կալանքի կամ արգելանքի տակ։ Վերը նշված, վերադարձված և կալանքի տակ գտնվող գույքերը պատկանում են նախկին նախագահների, նախարարների, համայնքների ղեկավարների, քաղաքացիական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների և կամ նրանց ընտանիքի անդամների և կամ նրանց հետ փոխկապակցված անձանց։ Այդ գույքերը հատիկ առ հատիկ վերադարձվում են և վերադարձվելու են Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին։ Այս պահին ավելի քան 600 միլիարդ դրամի կամ 1.5 միլիարդ դոլարի ապօրինի ձեռքբերված գույքերի մասով գործեր են քննվում դատարաններում։ Բայց արդեն իսկ վերադարձված գույքերի թվում են Golden Palace Ծաղկաձոր հյուրանոցը, AOX-ի շենքը Երևանի ամենակենտրոնում, Նորատուսի ռադիոկենտրոնը, մի քանի միլիարդ դրամ արժողությամբ հողամասեր Երևանում և մարզերում։ Այս թեմային սակայն պետք է նայել նաև այլ դիտանկյունից։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետությունը 21.8% փայաբաժին ունի իմ տված խոստման համաձայն։ Այս փայաբաժինը ինքնին մի քանի 100 միլիոն դոլարի շուկայական արժեք ունի, մի քանի 100 միլիոն դոլարի։ Բայց սա ամբողջական պատմությունը չէ։ 2018-ից 2024 թվականների ընթացքում ԶՊՄԿ-ն ավելի քան կրկնապատկել է իր հարկերը նախորդող 7-ամյա շրջանի, այսինքն 2011-2017 թվականների հետ համեմատած։ Թալանի վերադարձը պոչով է լինում։ Բայց սա դեռ ամենը չէ։ 2024 թվականին ԶՊՄԿ-ն 33 միլիարդ 249 միլիոն դրամի շահաբաժին է վճարել պետական բյուջե։ Այսինքն միայն ԶՊՄԿ-ի շուրջ մեր համբերատար հետևողական գործողությունների արդյունքում, որը ընդ որում միանգամից տեղի չունեցավ, այլ տևեց 3 տարի, միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 միլիարդ դոլար գումար և գույք ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետության։ Միայն ԶՊՄԿ-ով 1 միլիարդ դոլար։ Ոչ ուղիղ իմաստով, բայց անուղղակիորեն այս թեմայի հետ կապ ունի նաև Ամուլսարի պրոբլեմը բարեհաջող հանգուցալուծելը և Հայաստանի Հանրապետության 12.5% փայաբաժին ձեռք բերելը և ազդագիր համայնքներին տարեկան 7 միլիոն դոլար հավելյալ գումար վճարելու պարտավորության արձանագրումը։ Վիվասել ընկերության վաճառն ու կառավարության 20% փայաբաժին ձեռք բերելը։
Viva Armenia ընկերությունն էլ 2025 թվականին բացի վճարված հարկերից պետական բյուջեը վճարել 2 միլիարդ դրամ փայաբաժին։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, թալանվածը, գողացվածը, ապօրինի կամ անարդար կերպով օտարվածը վերադարձնելու կառավարության կամքը ոչ միայն չի նվազել, այլև ահա պատրաստի ինստիտուտները, բանաձևերը, համակարգերը գործարկված են ապացուցելի եւ տեսանելի։ Բայց կարևոր է ընդգծել, որ այս ընթացքում ոչ միայն վնասված չէ Հայաստանի պետականությունն ու միջազգային հեղինակությունը, որը այս ողջ process-ի ընթացքում շատ մեծ ռիսկ էր, այլև ամեն ինչ արվել է լիարժեք, օրինականորեն եւ անցնցում։ Միևնույն ժամանակ մենք 100%-ով համատարիմ ենք մնացել 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխության ընթացքում տված մեր խոստումներին, չբեմադրելով վրեժխնդրության ու վենդետաների տեսարաններ, այլ ընդհակառակը հավատարիմ մնալով պետության կայացման ինստիտուցիոնալ ճանապարհին, որը թերևս ամենաբարդ, ամենադժվար, բայց միակ ճշմարիտ ճանապարհն է եւ շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով։ Այս թեմայով իմ ասելիքը ամփոփելով ուզում եմ հատուկ ընդգծել, սա շատ կարևոր է, որ վերը նշված ընկերությունների անունների հիշատակումը այդ համատեքստում վերաբերվում է նախորդող շրջանի գործընթացներին եւ այդ ընկերություններին իմ հիշատակած հայտնի գործընթացների արդյունքում համարում եմ կառավարության հուսալի եւ վստահելի գործընկեր եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ ընկերությունների, խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Ամուլսարի, Viva Armenia ընկերության, մեր համասեփականատերերին արդյունավետ համագործակցության համար, որը մենք անշուշտ կշարունակենք ամենաազնիվ կերպով։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, այս ամենը լսելուց հետո հասկանալիորեն ձեր մոտ հարց պիտի առաջանա։ Բա ինչ են արվել, ինչի համար են օգտագործվել վերը հիշահատակված հավելյալ միլիարդները դոլարով եւ ավելի քան տրիլիոնը դրամով։ Շատ կարևոր հարց է եւ ես հիմա կետ առ կետ կձևակերպեմ այդ հարցի պատասխանը ամենակարևորագույն շեշտադրումներով։ 2018 թվականից ի վեր, խնդրում եմ թվերին ուշադրություն դարձրեք, 233 միլիարդ 800 միլիոն դրամ հատկացրել ենք թոշակների ավելացմանը։ Այսինքն 233 միլիարդ դրամ միայն հավելյալ տվել ենք կենսաթոշակների ավելացմանը։ 2018 թվականից ի վեր ավելի քան կրկնապատկել ենք նվազագույն թոշակը։ 5 անգամ կենսաթոշակները բարձրացնելու որոշում ենք կայացրել։ Միջին կենսաթոշակի չափը ավելացել է 22.3%-ով։ Այս ցուցանիշն իհարկե բավարար չէ։ Պետք է հարց ծագի, այս ինչ է, 233 միլիարդ հատկացրել եք եւ ընդամենը միջինը աճել է 22.3%-ով։ Այո, բայց պետք է հաշվի առնել, որ վեր նշված գումարը բաշխվել է անընդհատ ավելացող թոշակառուների միջև։ Իսկ 2018 թվականից մինչև այսպա մեր սիրելի թոշակառուների թիվը ավելացել է 125,000 դրամով։ Սա ընդգծում եմ ցույց տալու համար, որ մենք կենսաթոշակային հիմնադրամը հավելել ենք ահռելի ծավալով, բայց ահռելի ծավալով մեծացել է նաև կենսաթոշակառուների թիվը, որոնց միջև բաշխվել է նշված գումարը, որը անհատի մակարդակով երբեմն այնքան էլ շոշափելի չէ, որքան համախառն հիմնադրամի մակարդակում։ Նաև այս է պատճառը, որ մենք ներդրել ենք թոշակառուների կողմից անկանխիկ առևտրի դեպքում ետվճարի համակարգ, որով շուրջ 290,000 կենսաթոշակառու ետ է ստացել շուրջ 19.9 միլիարդ դրամ, որից 18 միլիարդ դրամը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։
շարունակելով այդ հավելյալ միջոցների թվարկումը։ 2018 թվականից ի վեր 61 միլիարդ լրացուցիչ դրամ է հատկացվել մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի ծրագրին։ Սա ես խոսում եմ այն բյուջետային, եթե բյուջետային ծրագրերը եղել են, այս թվերը նախկինում եղածի վրա ավելացածներն են միայն 18 թվականից հետո։ Ի սկզբանե 2 տարեկան, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի ծրագրի շահառու էին հանդիսանում միայն աշխատող մայրերը։ Այսինքն միայն աշխատող մայրերն էին մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստ տանում։ 2018 թվականից հետո մենք նախ ծրագրի շահառու դարձրեցինք գյուղական վայրերում ապրող, բայց չաշխատող երիտասարդ մայրիկներին, ապա նաև քաղաքներում բնակվող եւ չաշխատող երիտասարդ մայրիկներին, այսինքն գործնականում բոլորին։ Արդյունքում 2018 թվականի համեմատ այս նպաստը ստացող երիտասարդ մայրիկների թիվը ավելացավ 4 ու 6 անգամ, 12733-ից դառնալով 58796, այսինքն ավելանալով 46063 մարդով, իսկ նպաստի միջին չափը ավելի քան կրկնապատկվել է։ Հաջորդը 31.4 միլիարդ դրամ տրամադրվել է երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ ծնված երեխաներին։ Այս ծրագիրը նախկինում գոյություն չի ունեցել եւ սկսել է գործել 2022 թվականի հունվարի 1-ից եւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 33825 երեխա պետությունից, պետական բյուջեից, այդ հավելյալ 4.2 միլիարդից 50000 ամսական դրամ աջակցություն է ստանում։ 5.4 միլիարդ դրամը բնակելի տների եւ բազմաբնակարան շենքերի էներգոարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրել ենք 25000 քաղաքացիների, նրանց օգնելով էներգոարդյունավետ դարձնել իրենց բնակարանները եւ տները, հարմարեցնել հնարավոր բիզնես գործունեության համար։ Ծրագրի իրականացման եղանակը վարկերի տոկոսների սուբսիդավորումն է եւ այս 5.4 միլիարդը գնացել է այդ տոկոսների սուբսիդավորմանը։ 99 միլիարդ դրամը տրամադրել են 300 դպրոց ծրագրի իրականացման համար, որով դպրոցական ենթակառուցվածք կստեղծվի, կհիմնանորոգվի կամ կնորոգվի 63400 դպրոցականների համար։ 37 միլիարդ դրամը տրամադրվել է ուսուցիչների վարձատրությունը ավելացնելուն տարբեր ծրագրերով։ Ուսուցիչների աշխատավարձը բարձրացվել է 2019 թվականին համատարած, ապա գործողության մեջ է մտել կամավոր ատեստավորման ծրագիրը, ապա ԲՏՃՄ ուղղություններով եւ մինչև 100 երեխա ունեցող դպրոցների ուսուցիչների վարձատրության հավելումների ծրագիրը։ Արդյունքում 2018 թվականից ի վեր ուսուցիչների վարձատրության հիմնադրամը աճել է համախառն 37 միլիարդ դրամով, ինչը նշանակում է ուսուցիչների վարձատրության հիմնադրամի աճ 67%-ով եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում 597500 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։ Հավելյալ 74.3 միլիարդ տրամադրվել է գիտության ֆինանսավորմանը։ Ընդ որում իրականացվել է գիտաշխատողների աշխատավարձի բարձրացում 105-ից 300%-ով։ 2018-2024 թվականներին նախորդող 7 տարիների համեմատությամբ գիտության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետությունում ավելի քան կրկնապատկվել է։ Հավելյալ 31 միլիարդ դրամ տրամադրել ենք բանակի ծառայողների աշխատավարձերի բարձրացմանը եւ այսօր Հայաստանում 582,000 դրամ աշխատավարձ ստացող շարքային զինվորական կա։ 2018-ից 2024 թվականներին նախորդող 7 տարիների համեմատ հավելյալ 242 միլիարդ դրամ է տրամադրվել ճանապարհների կառուցման համար եւ նախորդող 7 տարիների համեմատությամբ կառուցվել, հիմնանորոգվել եւ նորոգվել է, ուշադրություն դարձրեք, 2000 կիլոմետր ճանապարհ։ Սա 2011-17-ի նկատմամբ հավելյալն է։ Այսինքն այդ
նախորդող շրջանի նկատմամբ 576%-ով ավելի շատ ճանապարհ են նորոգվել, հիմնանորոգվել, կառուցվել։ Ընդ որում ոչ ֆինանսավորման, ոչ ճանապարհների կառուցման այս թվերում ներառված չեն վարկային միջոցները, այսինքն հյուսիս-հարավ եւ այլ վարկերով կառուցվածքները ներառված չեն եւ դրանց ծախսմամբ իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքները, ներառված չեն նաեւ սուբվենցիաներով իրականացված ճանապարհաշինարարական աշխատանքները։ Այսինքն առանց վարկերի եւ առանց սուբվենցիաների 2000 կիլոմետր հավելյալ ճանապարհ 2011-ից 2017-ի համեմատությամբ։ 2018 թվականից հետո պետական բյուջեից որպես աջակցություն ավելի քան 100 միլիարդ դրամ է ծախսվել աշխատանքային լեզվով ասած լիզինգի, ինտենսիվ այգեգործության եւ անասնապահության աջակցության, գյուղմթերքի մթերման աջակցության ծրագրերով։ Այս ծրագրերի հիմնական մասը նախկինում գոյություն չի ունեցել Հայաստանում։ 2018 թվականից ի վեր 271 միլիարդ դրամ քաղաքացիներին է վերադարձվել եկամտային հարկի վերադարձի ծրագրով, որը ներառում է նաև հիպոթեկային վարկի դեպքում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, որի շնորհիվ Հայաստանի շուրջ 41,000 ընտանիք նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու հնարավորություն է ստացել։ 2020 թվականի հուլիսի 1-ից ներդրվել է երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը եւ մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը 12151 երիտասարդ ընտանիք 8.6 միլիարդ դրամի հավելյալ աջակցություն է ստացել։ 114 միլիարդ դրամ ներդրվել է մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար։ Սա ուշադրություն դարձրեք միայն պետական բյուջեից հատկացված միջոցներն են։ 2018 թվականից ի վեր սուբվենցիաների ընդհանուր փաթեթը կազմել է 225 միլիարդ դրամ։ Հայաստանի մարզերում որևէ 7-ամյակում այսպիսի ներդրում ուղղակի չի եղել, երբեք չի եղել։ Այս ծրագրի մեջ է նաև 500 մանկապարտեզի թեման, որի համար պետական բյուջեից տրամադրվել է 23 միլիարդ դրամ, շուրջ 33,000 երեխաների համար մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու, հիմնանորոգելու նպատակով։ Ընդ որում, մյուս կողմից էլ 2018-2024 թվականներին համայնքներին տրվող դոտացիաները նախորդող 7-ամյա ժամանակահատվածի համեմատ աճել են 159 միլիարդ դրամով կամ 57%-ով։ Հարգելի գործընկերներ, այս թվարկումը դեռ կարելի է երկար շարունակել, բայց ասվածը բավարար է ի ցույց դնելու համար, որ ոչ թե թալանվածը վերադարձված եւ բաշխված է ժողովրդին, այլ թալանվածը վերադարձնելու եւ ժողովրդին վերադարձնելու համակարգ է ստեղծված։ Եվ այո, մոտավորապես 2 տրիլիոն դրամ արդեն իսկ վերադարձված եւ բաշխված է ժողովրդին եւ կամ ներդրված է Հայաստանի ռազմավարական զարգացման մեջ։